Պարոն Մարկոսյան, վաղարշապատում քարոզարշավ է, դուք մեր ձևով այսօր ինչ օրակարգով է այստեղ։ Նախ մեր շարժման անդամները այստեղ էին մեր աղոթքը բարձրացնելու առ Աստված մեր երկրի խաղաղության եւ բարեկեցության համար։ Երկրորդը մենք այսօր հանդիպելու ենք մեր համակիրներին եւ քանի որ քաղաքը գտնվում է նախընտրական քարոզարշավի փուլում, հորդորելու ենք անպայման բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ, չմնան տանը ընտրությունների օրը, անպայման մասնակցեն ընտրություններին, քանի որ ընտրություններին մասնակցությունը շատ կարևոր է ընդդիմադիր ուժերի անցողիկ շեմը հաղթահարելու համար եւ հորդորելու ենք նրանց քվեարկել բոլոր այն առողջ ընդդիմադիր ուժերին, որոնք որ դեմ են ներկայիս իշխանություններին եւ այդպիսով մենք կարող ենք այս քաղաքում իշխանություն փոխելով իշխանությունը ընդդիմադիր ուժերին տալով զրկել ներկայիս իշխանություններին հետագա ընտրություններում ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելու հնարավորությունից։ Բայց դուք տեսնում եք ընդդիմադիր թեկնածուների մեջ որևէ ֆավորիտ, ով հնարավոր է հաղթի ընտրություններում։ Իհարկե կան տարբեր գնահատականներ անցողիկ շեմը հաղթահարող ուժերի մասին, մենք հայտարարել ենք, որ մենք չենք սատարում կոնկրետ որևէ ուժի, սատարում ենք բոլոր նրանց, ովքեր դեմ են ներկայիս իշխանություններին, դեմ են քաղաքացիական պայմանագրին եւ իր արբանյակներին, եւ այդպիսով մենք սատարում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք որ ցանկանում են այստեղ գալ իշխանության։ Պարոն Մարկոսյան, բայց այդպես ճիշտ է, ձեր համախոհները պետք է կոնկրետ իմանան, չէ՞, ում եք սատարում, ինչու անուններ չեք տալիս։ Մենք անուններ չենք տալիս, քանի որ մենք չունենք կոնկրետ մեր թեկնածուն այս ընտրություններում եւ առողջ մրցակցությունը նաեւ ինչու՞ չէ լավ է ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերի միջև այդ պատճառով մենք չենք տալիս, սակայն հորդորում ենք, որ մարդիկ գնահատեն ծրագրերը ընդդիմադիր ուժերի եւ ըստ այդմ նոր տան իրենց քվեն